Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին Վրաստանում Օմանից իրականացվել է առաջին հատուկ չվերթը։ Հայրենիք է վերադարձել Վրաստանի 170 քաղաքացի։ Վրաստանի կառավարության կողմից կազմակերպված հատուկ չվերթները նախատեսված են նաև մարտի 4-ին եւ 5-ին։ Արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ կառավարությունը շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը մեր քաղաքացիների ժամանակին եւ անվտանգ վերադարձն ապահովելու համար։ Վրաստանի դեսպանությունները Արաբական Միացյալ Էմիրություններում, Կատարի պետությունում եւ Սաուդյան Արաբիայում աշխատում են 24-ժամյա ռեժիմով։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի համատեղ ռազմական գործողության 5-րդ օրն է Իրանում։ Գիշերը Իսրայելը Իրանի դեմ սկսել է լայնածավալ հարձակումների նոր ալիք։ Նրանց թիրախներն են պաշտպանության համակարգերը եւ հրթիռների արձակման վայրերը։ Իրանում ընթացող գործողության շրջանակներում ԱՄՆ-ն հարվածել է 2000 թիրախի եւ ոչնչացրել 17 իրանական նավ։ Տարածված տեղեկություններով Իրանում զոհվել է 1097 խաղաղ բնակիչ, այդ թվում 181-ը երեխաներ են։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության հայտարարությամբ Իրանը ի պատասխան տարբեր ուղղություններով արձակել է ավելի քան 500 բալիստիկ հրթիռ եւ ավելի քան 2000 դրոն։ Իրանում հայտարարում են, որ ԱՄՆ-ին եւ Իսրայելին խիստ կպատժեն։ Զուգահեռաբար Իսրայելի կողմից Լիբանանի վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 50 մարդ, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 335-ը։ Նրանց թվում այսօր առավոտյան Բեյրութի հարավում իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է 6 եւ վիրավորվել 8 մարդ։ Դուբայում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա դրոնային հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հաստատում է ԱՄՆ-ի պետքարտուղարը։ Մարկո Ռուբիոյի խոսքով դրոնը ընկել է ԱՄՆ-ի հյուպատոսության տարածքում գտնվող ավտոկայանատեղիում։ Ներկայումս հրդեհը տեղայնացված է։ Ինչպես նշել է պետքարտուղարը, հարձակման պահին հյուպատոսությունում ոչ ոք չի գտնվել, քանի որ անձնակազմը հասցրել է լքել շենքը։ Միաժամանակ Արաբական Միացյալ Էմիրություններում հայտարարում են, որ հարևանների հետ բացել են անվտանգ օդային միջանցքներ, որպեսզի քաղաքացիների իրենց երկրներ վերադարձին աջակցեն։ Հայաստանի վարչապետը պատվիրակության հետ միասին հանդիպումները այսօր կանցկացնի Վրաստանում։ Նախատեսված է երկու երկրների վարչապետների հանդիպում, ինչպես նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ պետք է քննարկվեն առևտրատնտեսական հարցերը։ Պատվիրակության կազմում են մի քանի նախարարներ։ Վերջին անգամ Հայաստանի կառավարության ղեկավարը Վրաստան էր այցելել հոկտեմբերին, երբ երկիրը հյուրընկալում էր Մետաքսի ճանապարհի ֆորումը։ Իսկ Չինաստանի արտգործնախարարը հայտարարում է, որ Իրանի դեմ հարձակումները պետք է դադարեցվեն։ Այդ մասին Վանգ Յին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին հեռախոսազրույցի ժամանակ է հայտնել։ Նա նշել է, որ Չինաստանը դեմ է Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական հարվածներին եւ պահանջում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Միևնույն ժամանակ Չինաստանը հավատում է միջազգային եւ տարածաշրջանային հարցերի բանակցային ճանապարհով լուծմանը։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի եւ Կատարի էմիրի հետ հեռախոսազրույցների ժամանակ Իրանի հարվածները քննարկել է Ուկրաինայի նախագահը։ Վոլոդիմիր Զելենսկին երկու երկրների նկատմամբ համերաշխություն է հայտնել։ Նրա խոսքով Իրանի ռեժիմը պետք է պատասխան տա կյանքի ոչնչացման եւ մարդկանց սպանության փորձերի համար եւ անհրաժեշտ է, որ այս դիմակայությունում հաղթեն նրանք, ովքեր պաշտպանում են կյանքը։